1993 թվականի մարտի վերջերից սկսած եւ մինչեւ ապրիլի 5-ը Օմարի Լեռնանցքի ազատագրումը շարունակված ռազմական գործողությունների արդյունքում բնիկ հայկական հողերի մի մասը Արցախի հանրապետությանը միացվեց, հայ-ադրբեջանական սահմանը մի քանի 100 կիլոմետրով կրճատվեց, եթե 22 տարի առաջ ավելի շատ շրջանի ռազմական հնարավորություններն էին կարևորվում, այսօր այն հավակնում է ամենամեծ դերակատարություն ունենալ Արցախի տնտեսական զարգացման մեջ։ Շահումյանի շրջանի տասնյակ բնակավայրերով անցնող Վարդենիս Մարտակերտ ճանապարհի ասֆալտապատումը այս տարի կավարտվի։ Կարևորը նա է, որ մեր բոլոր համայնքները կդառնան, ասենք ասենք, տնտեսապես կապված իրար հետ։ Այդ մեքենաների խնդիր բան, այսինքն ինչ որ գնալ Վարդենիս կամ Ստեփանակերտ, Թարցը կամ Երևան շատ հեշտ լուծում է ստանում։ Դրանից բացի այդ ճանապարհի լավ որակ լինելը կբերի նա, որ կզարգա նաև туриզմը մեր կողքին։ Արցախի էներգետիկ անվտանգությանն ուղղված կարևոր ծրագրերից մեկը հայկական երկու հանրապետությունները կապող բարձր լարման երկրորդ հոսանքագծի անցկացումը ընթացքի մեջ է։ Օրվա խորհուրդը տոնական միջոցառմամբ է նշանավորվել Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառում։ Բեմում նոր ծրագրերով ու տոնական տրամադրությամբ նոր սերունդն է, իսկ ավագները արած-չարածն են հիշում, վստահեցնում են այն, ինչ կար շրջկենտրոնում տարիներ առաջ եւ կա այսօր, անհամեմատելի է։ Այսօր մենք կարող ենք եւ բանկոմատներից օգտվենք, այսօր մեր մոտ էլ կա, դեռ շատ բաներ կա։ Այսօր մենք լրիվությամբ ապահոված ենք, ասենց ասենք, շրջանը 90%-ով բջջային հեռախոսով ապահոված է։ 2009 թվականից եթե վերցնենք, ահագին մեծ շինարարություն է իրականացվել, ահագին մեծ։ Նու 24 բազմաբնական շենքն է կառուցվել։ Կառուցվել է 240 տեղանոց դպրոց Քարվաճար քաղաքում։ Նույնիսկ ասեմ, այդ Արցախի Արցախ բանկի մասնաճյուղն է բացվել, սպորտ դպրոցն է կառուցվել, Եղինտուն դպրոց է կառուցվել 90 տեղանոց։ Այդ դպրոցները բոլորը կահավորված են եղել։ Դրանից բացի մեծ գումարներ է ծախսվել շինանյութերի ձեռքբերման կտրվածքով։ Շրջանի բոլոր բնակավայրերը էլեկտրաֆիկացված են, ապահովված են հեռախոսակապով, շատ համայնքներում արդեն նաև ինտերնետն է հասանելի։ Շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, պետությունն այն զարգացնելու ուղղությամբ քայլեր է ձեռք առնում։ Շրջանում նաև դպրոցաշինության ոլորտում ձեռքբերումներ ունեն։ Շրջկենտրոնում վերջերս է 240 տեղանոց դպրոց կառուցվել, դեռ այդ ցուցանիշին չեն հասել, բայց տարիների ընթացքում աշակերտների թվի աճը ակներև է, վստահեցնում է դպրոցի տնօրենը։ Դպրոցի ստեղծման ժամանակ մենք համարյա 95 աշակերտ ունեցել ենք։ Հիմա մենք իհարկե ունենք արդեն 138 աշակերտ։ Ավագները իրենց սերնդի ձեռքբերումներն են թվարկում, երիտասարդները ունեցածը գնահատում են։ Շատ եմ սիրում Քարվաճառը, իր ամեն այդ բնությամբ, գեղեցիկ վայրերով եւ շատ ուրախ եմ, որ Քարվաճառում եմ ապրում։ Վստահեցնում են ավագների գործի արժանի շարունակողն են լինելու։ Տոնի արդիվ իրենց խմբի համար խորհրդանիշերն էլ այդ տրամաբանությամբ են ընտրել։ Մռավ, որը մենք ազատագրել ենք շատ տարիներ առաջ, եւ անմոռուկ մռավը պետք է պինդ պահենք, որպեսզի այլևս ցեղասպանություն չլինի։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր